Մոտ 2 շաբաթ առաջ Էստոնիայի վարչապետն ու համատեղությամբ Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը պահանջեց բոլոր ԵՄ թեկնածու երկրներից չմասնակցել Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը, խոստանալով հետևանքներ նրանց համար։ Իսկ այսօր նա պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան, շրջանցելով հայաստանյան այցելությունը։ Այո, հենց այն Ադրբեջան, որի ղեկավարը բռնապետ է, որը ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ, օգնելով Պուտինին շրջանցել պատժամիջոցները, այդ թվում գազի վաճառքի միջոցով։ Հենց այն Ադրբեջան, որն այս պահին ոտնահարելով ՄԱԿ կանոնադրությունը, օկուպացրել է Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի մի հատվածը։ Ալիևի հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Եվրոպական միությունը բարձր է գնահատում Ադրբեջանի հետ հարաբերությունները եւ հետաքրքրված է դրանց հետագա զարգացման մեջ։ Այս խելահեղ կնոջ եւ ընդհանրապես Եվրամիության կարծիքով ստացվում է, որ Ուկրաինայի ինքնիշխանությունը ավելի արժեքավոր է, քան Հայաստանի ինքնիշխանությունը եւ որ օկուպացնել այլ պետությունների տարածքները կարելի է, միայն թե օկուպանտը Ռուսաստանը չլինի։ Սա երկակի ստանդարտների վառ օրինակ է Եվրամիության կողմից, որը Ռուսաստանին պատժի ենթարկելու անհաջողություններից ու ձախողումներից արդեն բացահայտ շանտաժի է ենթարկում Հայաստանին։ Եվ մենք բոլորս արդեն տեսել ենք, թե ինչպես Ուկրաինան, որը լսեց Եվրոպական միությանն ու գնաց նրա հետևից, դե ֆակտո մնաց միայնակ Ռուսաստանի դեմ պատերազմում, ավերված երկիր, անվերջանալի զոհեր, իսկ Եվրամիությունը նույնիսկ այժմ չի ցանկանում ամբողջությամբ զինել իր դաշնակցին։ Հավանաբար Կալլասը նույնը ցանկանում է Հայաստանի համար, որպեսզի Փաշինյանը այսօր բացահայտ կերպով մերժի Պուտինին, իսկ վաղը, երբ Իսկանդերները թռչեն դեպի Երևան, կամ երբ Հայաստանը հայտնվի տնտեսական շրջափակման մեջ, Եվրամիությունը պարզապես կողքի քաշված համերաշխություն կհայտնի Հայաստանին, դիտելով մեր երկրի կործանումը։ Կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին չտրվել եվրոպացիների ցածրորակ շանտաժին։ Հայաստանը ինքնիշխան եւ անկախ երկիր է եւ ինքն է որոշում, ում, երբ եւ ինչպես հյուրընկալել կամ այցելել։ Ոչ մի խելագար Կալլաս կամ վարձու եվրոպացի քաղաքական գործիչ իրավունք չունի մեզ թելադրել որևէ բան։ Facebook-ի իր էջում գրում է Շող Մովսիսյանը։ Ադրբեջանը Եվրոպայի կարևոր գործընկերն է, Բաքվում հայտարարել է ԵՄ արտաքին հարցերի եւ անվտանգության բարձր հանձնակատար Կայա Կալլասը, որը ապրիլի 25-ին ժամանել է Բաքու եւ բանակցություն վարել Իլհամ Ալիևի հետ։ Կալլասը Բաքվում հայտարարել է, որ պայմանավորվել են վերսկսել ԵՄ-Ադրբեջան գործընկերության փաստաթղթի շուրջ բանակցությունը։ Բաքվում Կալլասի հայտարարություններից էականներից մեկն այն է, որ նա խոսել է ԵՄ Կենտրոնական Ասիա հարաբերության խորացման եւ այդ հարցում Ադրբեջանի դերի մասին, ասելով, որ դա քննարկել է Ալիևի հետ։ Ապրիլի սկզբին Սամարղանդում կայացավ ԵՄ Կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, որի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի կարևորության, այդ հարցում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացման բեկումնային նշանակության մասին։ Այդ հայտարարությանը շատ կոշտ արձագանք հնչեց Բաքվից այն մասին, թե Եվրամիությունը ինչ գործ ունի հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների հետ, դա Եվրոպայի գործը չէ։ Այդ հայտարարության հեղինակն այն մարդն էր, որի հետ Բաքվում այսօր հանդիպել է Կայա Կալլասը։ Խոսքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին է։ Կալլասը Ալիևի հետ քննարկելով Կենտրոնական Ասիայի հետ կապերի հարցը, քննարկել է հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների թեման։ Եվ այդ համատեքստում Կալլասը Ալիևի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հարցը, որի վերաբերյալ Ադրբեջանի պահանջները հայտնի են։ Կալլասը Բաքվում հայտարարել է, որ ԵՄ-ն կշարունակի ջանք գործադրել ռեգիոնում խաղաղության գործընթացին աջակցելու համար։ Ջանքը իհարկե կոնկրետ հասկացություն, հատկապես այն պարագայում, որ խաղաղության գործընթացի առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումները կառուցված են գրեթե համատարած նախապայմաններով եւ պահանջներով։ Ինչպիսին է դրանց վերաբերյալ Կայա Կալլասի դիրքորոշումը։ Գերմանիայի նախագահ Շտայնմայերը օրինակ Բաքվում հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրման առնչությամբ Ադրբեջանի նախապայմաններն իրականացվելի են։ Եվրամիության բարձր հանձնակատարը նույն կարծիքին է։ Շտայնմայերը Երևանից էր մեկնել Բաքու։ Կալլասը Երևան կայցելի Բաքվից հետո։
Ապրիլի 25-ին Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆին։ Բանակցությունները տևել են ավելի քան 3 ժամ։ Ռուսաստանյան կողմից մասնակցել են նաև արտաքին քաղաքականության հարցերով Պուտինի օգնական Ուշակովը և տնտեսական կապերի վերահաստատման ռուս-ամերիկյան քննարկումներում նրա հատուկ ներկայացուցիչ Դմիտրևը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այդ առիթով ասել է, որ իրենք շատ բարեկիրթ են և ի տարբերություն ոմանց երբեք հրապարակային չեն քննարկում այն, ինչի մասին բանակցում են, այլապես դրանք լուրջ չեն լինի։ Ում է փաստացի անլուրջ անվանել Լավրովը, պարզ չէ։ Կարելի է մասնավորապես անլրջություն համարել ԱՄՆ նախագահ Թրամփի սոցցանցային գրառումը, որտեղ նա Ուիտկով Պուտին բանակցությունների մասին ասել է, որ Ուկրաինան և Ռուսաստանը շատ մոտ են գործարքին և կարիք կա, որ երկու կողմերը հանդիպեն ամենաբարձր մակարդակով, որպեսզի վերջ տան այդ ամենին։ Կամ ով է Reuters-ին տրամադրել ռուս-ուկրաինական գործարքի ամերիկյան նախագիծը, որ դիվանագիտական նոնսենս է այն առումով, որ Միացյալ Նահանգները իրավաբանորեն ճանաչում է Ղրիմը Ռուսաստանին պատկանելիությունը, իսկ ուկրաինական մյուս գրավյալ տարածքների նկատմամբ Ռուսաստանը հաստատում է դե ֆակտո հսկողություն։ Որքանով հասկացվում է ԱՄՆ նախագահի սոցցանցային գրառումից, նա Ռուսաստանի հետ իրոք գնում է գործարքի, որ սակայն իրավաբանորեն պետք է ձևակերպվի ռուս-ուկրաինական համաձայնագրով։ Եթե Reuters-ի տրամադրության տակ հայտնված Թրամփի պլանը մոտ է իրականությանը, ապա ստացվում է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պայմանավորվում են ոչ միայն Ուկրաինայի, այլև Եվրամիության անունից։ Թրամփի ծրագիրը նախատեսում է, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ին չի անդամակցի, բայց կարող է Եվրամիության անդամ լինել, իսկ նրան անվտանգության երաշխիքներ կտան եվրոպական երկրները։ Այն դեպքում, երբ Ռուսաստանի զորքերը կմնան այնտեղ, որտեղ նրանց կանգ առնելու հրաման կտա Վլադիմիր Պուտինը և կողմերի միջև կհաստատվի ոչ թե սահման, այլ շփման կամ բաժանարար գիծ, եվրոպական երկրների անվտանգության ոչ մի երաշխիք Մոսկվայի համար նշանակություն չի ունենա։ Ինչու՞։ Որովհետև ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության նպատակն ամրագրված է այդ երկրի սահմանադրությամբ։ Եվ եթե Վլադիմիր Զելենսկին ստորագրի Թրամփ-Պուտինի գործարքը, ապա պետք է անցկացվի սահմանադրական հանրաքվե։ Պանդորայի արկղը բացվելուն պես Մոսկվան մեծացնելու է ճնշումները, պահանջելու է սկզբունքորեն նոր սահմանադրություն ընդունել, ավելի քան 300,000 անոց բանակի ներկայությամբ և տակտիկական միջուկային զենքի կիրառման սպառնալիքով։ Այնինչ առաջարկում է Դոնալդ Թրամփը և ինչին կարծես սկզբունքային համաձայնություն է տվել Վլադիմիր Պուտինը, խաղաղություն չէ ոչ միայն գլոբալ նշանակությամբ, ինչպես հպարտացել է ամերիկյան բանագնաց Ուիտկոֆը, այլև արևելաեվրոպական ռեգիոնալ իմաստով։ Այն ավելի շուտ նոր պատերազմի նախապատրաստության բոնուս է Ռուսաստանին, իսկ Եվրոպայի համար էկզիստենցիալ մարտահրավեր, թե ապագայում որ սահմանի վրա է ընդունելու Մոսկվայի աշխարհաքաղաքական ագրեսիան։ Ղրիմի Ռուսաստանապատկանության իրավական ճանաչումն ըստ էության ազդակ է Եվրոպային, որպեսզի ոչ միայն միանա ԱՄՆ պացիֆիզմին, այլև իր հերթին նախապատրաստվի ուկրաինական մյուս տարածքների Ռուսաստանին բռնակցումն օրինականացնելուն։ Ենթատեքստով հասկացվում է, որ այլընտրանքը համաեվրոպական պատերազմն է, ինչին Մոսկվան լիովին պատրաստ է, իսկ Եվրոպան ոչ, իսկ հին աշխարհի մի շարք երկրներ պարզապես անձնատուր են եղել։ Սկզբունքորեն ճիշտ էին այն վերլուծաբաններն, ովքեր Ուկրաինայի դեմ Պուտինի ագրեսիայի առաջին շրջանում տեսակետ են հայտնել, որ նրա նպատակը Յալթա 2-ն էր, բայց քանի որ դա չի ստացվել, ապա կկրկնվի Մյունխենյան գործարքի նախադեպը, երբ Չեխոսլովակիայի տարածքների հաշվին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Իտալիան համաձայնություն են կնքել Հիտլերի հետ։ Փոխվել են դերակատարները, նույնն է սակրալ հարցը՝ Պուտինը կանգ կառնի։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ուիտկոֆը Մոսկվա է ժամանել Էլբա գետի վրա ամերիկյան և խորհրդային զորքերի գրկախառնության 80-րդ տարեդարձի օրը։ Քաղաքականության մեջ նման սիմվոլիկան պատահականություն չէ։